Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել ավանդական թեմատիկ զրույցները։ Այսօր դժվար է գտնել ավելի ակտուալ թեմա, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ հետագա պայքարի ուղղությունները։ Նախ Կիրակի օրը հուլիսի 5-ին Հայաստանի Սահմանադրության օրն էր։ Եվ հետաքրքիր զուգադիպությամբ դրանից ընդամենը 1 օր առաջ, հուլիսի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակեց ընտրությունների արդյունքների բողոքարկման կապակցությամբ իր որոշման եզրափակիչ մասը։ Այն շատ կանխատեսելի էր, շատ կարճ ու լակոնիկ։ Առաջին, ուժի մեջ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի որոշումը եւ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ Այսինքն, ինչպես սպասվում էր, ինչպես դա տեղի ունեցավ նաեւ 2021 թվականին, Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որը կառուցված էր լայնամասշտաբ ընտրախախտումների, ընտրակեղծիքների վրա, որոնք էապես անդրադարձել էին ընտրությունների արդյունքների վրա։ Մենք դրանում համոզվեցինք հատկապես դիմող 7 սուբյեկտներից 6-ի ծանրակշիռ փաստարկների հիմնավորումների արդյունքում, որոնք հնչեցվեցին նաև Սահմանադրական դատարանում, հստակ փաստերով, հստակ իրադարձություններով, դրանց արձանագրումներով։ Բայց կանխատեսելի էր այդ որոշումը այն իմաստով, որ Սահմանադրական դատարանի ներկա կազմը, գրեթե ողջ կազմը դատավորների ընտրվել են այս իշխանությունների պաշտոնավարման շրջանում։ Հետևաբար հասարակության մեջ կար մոտեցում, որ նույնիսկ պետք չէր դիմել Սահմանադրական դատարան, կանխատեսելով հնարավոր արդյունքը։ Բայց քաղաքական ուժերը գնացել էին այդ քայլին ոչ թե հեքիաթների հավատալով, որ հնարավոր է որևէ փոփոխություն, այլ այն պատճառով, որ պետք էր սպառել այս ընտրական գործընթացի վիճարկման բոլոր ինստանցիաները։ Ուժեղ Հայաստան դաշինքը վիճարկել է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումներից սկսած, դրանք մի քանի տասնյակ էին, մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը հենց հանձնաժողովում, իսկ նաև այս ձևով Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանի որոշումը չի նշանակում, որ մենք հաշտ ենք այդ ընտրությունների արդյունքների հետ։ Հակառակը, այդ որոշումը կասկածի տակ է դնում Հայաստանի ողջ իրավական համակարգը առհասարակ։ Հետևաբար ինչ է նշանակում, ինչ պետք է անել այս օրերին, այս որոշումներից, այս քայլերից հետո։ Հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ, այդ կարծիքները հնչեցվում են սոցիալական տիրույթում ոչ միայն մեր քաղաքացիների, Facebook-յան օգտատերերի կողմից, այլև քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից։ Ընդ որում նրանց, ովքեր մասնակցել են այս ընտրություններին եւ չեն կարողացել հաղթահարել նվազագույն շեմը, եւ նաեւ նրանց, ովքեր որ առհասարակ ընտրական այս գործընթացներին որևէ մասնակցություն չեն ցուցաբերել։ Մեր արձանագրումները ցույց են տալիս, որ կարծիքները միանշանակ չեն։ Կարծիքները տարբեր են, կարծիքները կիսված են։ Եվ ահա այս պայմաններում առավել դժվար է դառնում որոշումների կայացումը։ Առավել մեծանում է այդ որոշումների կայացման պատասխանատվությունը։ Ինչևէ, Սահմանադրության օրը անցել է։ Իդեպ հուլիսի 5-ը ոչ միայն Հայաստանի Սահմանադրության օրն էր, այլ նաև պետական խորհրդանիշների օրը։ Իսկ Հանրապետության նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ Սահմանադրական դատարանի նախագահի ուղերձներում առհասարակ պետական խորհրդանիշների մասին, դրոշի, զինանշանի մասին որևէ հիշատակում չկա։ Տպավորություն կա, որ այս իշխանավորները մոռացության են մատնում մեր պետական խորհրդանիշները, իսկ Սահմանադրության մասին խոսելիս խոսում են դրա արդիականությունը կորցրած լինելու եւ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Մի նպատակ, որը Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի առջեւ դրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս ամեն ուղիղ կապ ունի նաեւ հետագա մեր պայքարի եւ իշխանության գործունեության հետ։ Մինչև մանդատների վերաբերյալ կայացված որոշումներին անցնելը, իդեպ ասեմ, որ արդեն Կիրակի օրը հուլիսի 5-ին
Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ եւ Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարի տեխնացու Նարեկ Կարապետյանը Ուժեղ Հայաստան Դաշինքի անունից հայտարարել է, որ Դաշինքը պատրաստ է հետագա քաղաքական պայքարին, համաձայն չէ այս իրողությունների հետ, այս ապօրինությունների հետ եւ պատրաստ է պայքարը տեղափոխել նաեւ ազգային ժողով, չկորցնելով պայքարի մյուս բոլոր դրսևորումներին ակտիվ առաջնորդելու իր առաքելությունից, ինչ իրականացվել է մինչ օրս։ Այսօր առավոտյան տարածվեց նաև խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած մյուս քաղաքական ուժի Հայաստան Դաշինքի հայտարարությունը։ Հայաստան Դաշինքի մեր գործընկերները նույնպես որոշում են կայացրել վերցնել խորհրդարանում անցնելու իրենց լիազորությունները, մանդատները եւ միասնաբար շարունակել պայքարը նաև ազգային ժողովում։ Հիմա մինչև այս որոշմանը նրա հիմնավորումներին թեր եւ առավել կողմերին անդրադառնալը նախ մի քանի կարևոր արձանագրումներ այս ընտրությունների հետ կապված։ Հայաստանում ինչպես եւ կանխատեսելի էր 2026 թվականին ընտրություններ տեղի չունեցան։ Դա եղավ հերթական ապօրինությունը եւ հերթական իշխանազավթումը։ Չափազանց մեծ էր այս ընտրություններում աշխարհաքաղաքական ներազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանին այս իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում չի հաջողվել Հայաստանում եւ դրա շուրջ ստեղծել անվտանգ միջավայր։ Չի հաջողվել ապահովել տնտեսական զարգացում, չի հաջողվել հաղթահարել աղքատությունը։ Նրան Հայաստանի ժողովրդի անվտանգային եւ կենսական խնդիրները քիչ են հետաքրում։ Նրան հետաքրքրում է իշխանության ղեկին մնալու, իշխանության վայրկներից օգտվելու եւ իր փոքրիկ խմբակին այդ ցոփ ու շվայտ կյանքի շահառու դարձնելու նպատակը։ Իսկ դրա համար ինքը պատրաստ է կատարել օտարների պահանջներն ու հանձնարարությունները։ Դրանց շարքում իհարկե առաջնային մնում են Ադրբեջանն ու Թուրքիան, որի հիմնական կամակատարն է Նիկոլ Փաշինյանը եւ դրա խմբակը։ Բայց քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն նաեւ գործընկերներ, դաշնակիցներ, իդեմս այս պահին իրենց առարկայական շահերով կապված Եվրոպական միության արևմտյան գերտերությունների հետ, ապա նրանք կատարում են նաեւ այդ գործիչների, այդ քաղաքական ուժերի շահերը։ Պատահական չէր, որ նախընտրական շրջանում Հայաստանում մայիսի 4-ին տեղի ունեցավ Եվրոպական համայնքի ոչ պաշտոնական գագաթաժողովը, Ֆրանսիայի նախագահի այցելությունը, դրանից առաջ Հայաստան էր այցելել Միացյալ Նահանգների փոխնախագահը, Հայաստան այցելեց նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Նրանք բոլորը իրենց հայտարարություններով ուղիղ սատարում էին Նիկոլ Փաշինյանին, ակամա ներքաշվելով Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչի սահմանափակումը տրված է միջազգային պայմանագրերով։ Մենք ունենք փաստ, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականություն չդարձավ։ Մի իրողություն, որը Հայաստանի ողջ պատմության ընթացքում է տեղի ունեցել, այսինքն մենք հերթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի պատմության մեջ դեռևս չի եղել մի դեպք, եւ դա տեղի չունեցավ նաեւ հունիսի 7-ին, որ ընտրությունների արդյունքով տեղի ունենա իշխանության փոփոխություն։ Մշտապես Հայաստանում իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժերը ստանում են առավելագույն քվեներ։ Դա տեղի ունեցավ նաև 2018 թվականից հետո, դա տեղի ունեցավ նաև 2026 թվականին։ Այս ընտրությունները աչքի ընկան աննախադեպ ընտրախախտումներով, որոնք ստիպված էին արձանագրել նաև ԵԱԿ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդները։ Իհարկե այդ զեկույցներին այլևս եվրոպական երկրներում ոչ ոք ուշադրություն չի դարձնում քաղաքական առումներով, սակայն բազմաթիվ ընտրախախտումները արձանագրված են եւ դրանք ուղիղ են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրախախտումներ տեղի են ունեցել ընտրական գործընթացի բոլոր փուլերում։ Սկսենք հենց այն բանից, որ Ուժեղ Հայաստան Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված էր ապօրինաբար եւ անհիմն առանց որևէ պատճառաբանության, զրկված էր ազատությունից եւ քարոզարշավին մասնակցելու, ընտրական գործընթացին մարզային այցելություններ կատարելու, ընտրողների մեծ խմբերի հետ հանդիպումներ ունենալու հնարավորությունից։
Անհաշվելի են ուժեղ Հայաստան դաշինքի գրասենյակների վրա իրավապահ մարմինների հարձակումները, որոնք ուղեկցվել են խուզարկություններով, գույքի, այդ թվում նախընտրական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գույքի, համակարգիչների առգրավումներով, մեր թիմակիցների ձերբակալություններով, նրանց մի մասի կալանավորումով, մյուս մասի տնային կալանքներով, մյուս մասին վարչական հսկողության տակ դնելով։ Այդ գործընթացը շարունակվել է անհասկանալի եւ ապօրինի տեսանյութերի հեռարձակումով, որոնք իրենց բովանդակությամբ ունեցել են քարոզչական, հակաքարոզչական բնույթ իդեմ ուժեղ Հայաստան կուսակցության։ Անհարկի կերպով այդ տեսանյութերում, որոնց ծագումը օրինականության լինելը դեռևս հաստատված չի, որոնց բովանդակությունը տարբեր կենցաղային խոսակցությունների մասին է, բայց ոչ երբեք ընտրակաշառքների, որովհետև ուժեղ Հայաստանը ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում ընտրակաշառք բաժանելու մասին նույնիսկ չի էլ մտածել։ Այդ ապօրինի ձայնագրությունները, որոնք խուզարկությունների օրը տարածվել են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում հեռարձակվել հանրային հեռուստաընկերությամբ, շեշտելով ուժեղ Հայաստան դաշինքի նրա թիմակիցների անունները, ունեցել են հակաքարոզչական մեծ նշանակություն։ Սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ ընտրողների 21%-ը հրաժարվել է ընտրել ուժեղ Հայաստան կուսակցությանը միայն այդ տեսանյութերի, այդ ձայնագրությունների, դրանց բովանդակության եւ տարածման հետևանքով։ Իսկ դա արվել է իրավապահ մարմինների ձեռքերով։ Այս ընտրություններում աննախադեպ կերպով է չարաշահվել վարչական ռեսուրսը, երկրում ստեղծվել է վախի մթնոլորտ, բոլոր պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները իրենց ենթակա կազմակերպությունների պետական ողջ ոլորտի աշխատակիցներին պահել են ահի ու սարսափի մեջ, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով, նրանց հանրային գործունեությանը, անգամ կարծիք արտահայտելու, անգամ Facebook-յան գրառումներին հավանության նշաններ դնելու կամ մեկնաբանություններ դնելու տոտալ վերահսկողության միջոցով, իսկ հետընտրական շրջանում անցել են լայնածավալ կերպով բազմաթիվ մարդկանց, ընտրական գործընթացի մասնակիցների հարազատներին աշխատանքից հեռացնելով։ Հետագայում ուժեղ Հայաստանից բացի թիրախավորվել են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Հայաստան դաշինքի քաղաքական ուժերը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ որ ձերբակալությունները հասել են ոչ միայն թիմակիցներին ու աջակիցներին, այլ նաև ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության տեխնացուներին։ Նրանց մի մասը ձերբակալվել են, մի մասը կալանավորվել, մի մասը գտնվում են հետախուզման մեջ։ Տեղի են ունեցել նախընտրական շրջանում բազմաթիվ ապօրինություններ, ֆինանսական միջոցների ոչ հստակ վերահսկողության համակարգ։ Ընտրության օրը շուրջ 80,000 անձնագրեր չեն աշխատել էլեկտրոնային համակարգի միջոցով եւ նրանց տվյալներ ընտրական հանձնաժողովները մուտքագրել են ձեռքով մեխանիկական եղանակով։ Սա իր մեջ կրկնակի քվեարկության չափազանց մեծ ռիսկեր է պարունակում։ Աննախադեպ թիվ են կազմել այս ընտրություններում մոտարապես 16900 անվավեր քվեաթերթիկներ, որոնց քանակը շուրջ 3.5 անգամ ավելի շատ է, քան 2021-2018 թվականի անվավեր քվեաթերթիկներից, երբ որ 18 եւ 21 թվականներին անվավերների քանակը գրեթե միմյանց հավասար էր։ Իսկ այս ընտրություններում դրանց քանակը շեշտակի բարձրացել է։ Սա ինչի համար է կարևոր, որ ձայների վերջնական հաշվարկը եւ բաշխումը իրականացվելից այդ ընտրողների թվից դուրս են բերվում անվավեր քվեաթերթիկների թվականակը եւ հաշվարկ իրականացում է մյուսների արդյունքում։ Զինվորականների քվեարկություն։ Ակնհայտ է, որ այն տեղամասերում, որտեղ քվեարկել են զինվորականները, չափազանց մեծ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին կատարված քվեները։ Այսինքն զինվորականները, որոնք զրկված են եղել նախընտրական քարոզչության շրջանում, ընդդիմադիր ուժերի գործիչների հետ հանդիպելու, նրանց տեսակետները լսելու հնարավորությունից, եղել են իրենց հրամանատարների տոտալ վերահսկողության տակ, իսկ հրամանատարների տոտալ վերահսկողությունը իրականացվել է Պաշտպանության նախարարության կողմից, որի նախարարը Սուրեն Պապիկյանը եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի տեխնացու։ Մի տարօրինակ երևույթ նկատվեց ընտրությունների գիշերը։
Գիշերը ժամը 2-ի սահմաններում, երբ դեռ ամփոփվել էին ընտրական տեղամասերի մոտ 10%-ի արդյունքները, որոնք հիմնականում հեռավոր գյուղերի փոքր թվականակ ունեցող ընտրական տեղամասերն էին, Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ իրենք հաղթել են այդ ընտրություններում եւ հաղթանակը եղել է այն չափի, որ իրենք իրավունք են ստանալու ձևավորել կառավարություն։ Հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց ուղիղ եթերում ձայների հաշվարկի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը եւ այն վերսկսեց առավոտյան լուսադեմին, ստանալով այն ցուցանիշները, ինչը որ գիշերը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ընտրությունների արդյունքները որևէ կերպ չէին համընկնում մինչ այդ իրականացված բազմաթիվ եւ տարբեր աղբյուրների, տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների եւ էքզիտ փոլի տվյալների հետ։ Նման շեղումներ ընտրական գործընթացներում գրեթե չեն լինում, իսկ այստեղ տարբերությունները ակնհայտ էին, ինչը վկայում է ընտրակեղծիքների հսկայական ծավալների մասին։ Մեկ ուրիշ անազնվության դրսևորում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ տեղի ունեցածը։ Գիշերը, երբ որ ներկայացում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, պարզ էր դառնում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարողանում է հաղթահարել 4%-ի նվազագույն շեմը։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները իրականացնելով պարզ մաթեմատիկական հաշվարկ, որ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում պակասում են ՔՊ-ի մանդատները եւ հավաքական ընդդիմությունը, այսինքն ուժեղ Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն ունենալու են այնքան թվով մանդատներ, որ իրենց զրկելու են ոչ միայն սահմանադրական մեծամասնությունից, ինչից որ զրկված են արդեն, այլ նաև խորհրդարանում 3/5 ձայներ ունենալու հնարավորությունից, ինչ իրենց զրկում էր սահմանադրական օրենքներում, այդ թվում ընտրական օրենսգրքում, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում, սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում եւ այլն փոփոխություններ կատարելու հնարավորությունից։ Եվ այդ մասին իմանալուց անմիջապես հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցավ անազնվության մի շարքի, որի հետևանքով իջեցվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության վավեր քվեաթերթիկների թիվը այնքան, չեղարկելով 3 տեղամասերում ընտրությունների արդյունքները, որ ԲՀԿ-ի ցուցանիշը դառավ 3.996, այսինքն 4%-ին շատ մոտ, բայց չհաղթահարեց 4%-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտեց օրենքի, ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջը, ինչպես նաև վարչական դատարանի որոշման պահանջը, որը պարտավորեցնում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չեղարկված տեղամասերում կազմակերպել կրկնակի քվեարկություն։ Հասկանալով, որ այդ կրկնակի քվեարկությունը լինելու է ԲՀԿ-ի օգտին եւ նրանք ստանալու են անհրաժեշտ ձայներ խորհրդարանում անցնելու համար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգնաց կրկնակի քվեարկության։ Արդյունքում ԲՀԿ-ի օգտին քվեարկած շուրջ 60,000 ձայները, որոնք պարզավոր որևէ պարագայում այդ ընտրողները Նիկոլ Փաշինյանի օգտին չէին քվեարկելու, որովհետև ԲՀԿ-ն դիրքավորված էր իբրև ընդդիմադիր կուսակցություն, դարձան փոշիացվեցին եւ դարձան օգուտ ՔՊ-ի ձայներ։ Այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողացավ 3 մանդատ կորզել միայն ԲՀԿ-ի օգտին տված ձայների արդյունքում։ Այսինքն մարդիկ քվեարկել են ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին եւ արհեստական մեքենայությունների հետևանքով դրանք դարձել են մանդատներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Սա պարզ, սովորական եւ մեխանիկական մանդատագողություն է։ Ինչ արձանագրումներ ունենք։ Այս ընտրությունների արդյունքում ավելի քիչ մարդիկ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, քան ընդհանուր քվեարկողները, այսինքն բոլոր ընտրություններում 18 թվից սկսած նա կարողացել էր հավաքել 50%-ից ավել ձայներ։ Այս անգամ նրա օգտին քվեները ձայների ընդհանուր քանակի մեջ 50%-ին չեն հասնում։ Այսինքն նա մեծամասնություն կարողացել է կազմել ոչ թե քվեարկության արդյունքների, այլ մեխանիկական գործընթացների, ձայների փոշիացման, ընտրական օրենսգրքի կարգավորումների եւ այլ գործընթացների հետևանքով, բայց ոչ մարդկանց քվեների։ Հարկ է նկատել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների ցուցակային թվի ընդամենը 29%-ը, այսինքն մեծամասնության եւ ժողովրդի վստահության մասին խոսելը այս դեպքում բացարձակ ավելորդ է։
Քվեարկության մասնակիցների մեծամասնությունը փաստորեն դեմ են եղել Նիկոլ Փաշինյանին։ Զրոյական ցուցանիշներ են տվել դրան։ Նա մեծամասնություն է ստացել ոչ միայն ընտրախախտումների, այլև ընտրական օրենսգրքի կարգավորումների շնորհիվ։ Օրինակ, եթե ընտրական օրենսգիրքը սահմաներ, որ ընտրական շեմը, որում ընտրական օրենսգիրքը իրենք են ընդունել, ոչ թե 4% էր կուսակցությունների համար, այլ ենթադրենք 2%, ապա այսօր խորհրդանում կլիներ ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վստահ, որովհետև 2%-ից բարձր է լինելու իր ձայնը, այլ նաև Միասնության թևեր կուսակցությունը, որը նույնպես ընդդիմադիր դիրքավորված կուսակցություն էր, եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Այսինքն ձայների փոշիացման մակարդակը կլիներ ավելի քիչ, մարդիկ ում օգտին քվեարկել էին, նրանք է թեկուզ փոքր թվականակով падգամավորներով, ասենք 5 падգամավորով, 3 падգամավորով ներկա կլինեին ազգային ժողովում։ Բայց այդ հնարավորությունից նրանք զրկվել են, իսկ այդ քվեները դարձել են հիմնականում ՔՊ-ի օգտին դարձած քվեներ։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը այլևս չի վայելում, եւ այն քվեներն էլ, որոնք ստացել են, նորից եմ կրկնում, վարչական ռեսուրսի եւ իշխանազավթման հետևանք են։ Նա չի ստացել սահմանադրական մեծամասնություն, այսինքն անկախ ամեն ինչից առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խորհրդանում ունի սահմանադրական մեծամասնություն։ Հիշեցնեմ, որ նա սահմանադրական մեծամասնություն ունեցել է եւ 18 թվին եւ 21 թվականի ընտրությունների արդյունքում։ Իսկ այժմ անգամ այս պայմաններում, անգամ ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու պարագայում նա ունի սահմանադրական մեծամասնություն։ Իսկ ինչ իրավունք է տալիս նրան սահմանադրական մեծամասնությունը։ Հանրաքվեի նախաձեռնություն, այսինքն որպեսզի մեր երկրում տեղի ունենա հանրաքվե, այդ թվում նոր սահմանադրության ընդունման հանրաքվե, դրան պետքա կողմ քվեարկի ազգային ժողովի падգամավորների 2/3-ը։ ՔՊ-ի խմբակցությունը բավարար չէ այդ քվեներն ապահովելու համար, իսկ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները հայտարարել են, որ դեմ են լինելու նոր սահմանադրության ընդունման գաղափարին։ Սա չափազանց կարևոր է այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանի առանցքային ծրագրային դրույթը դա այսպես կոչված խաղաղության հաստատումն էր։ Խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, Ադրբեջանի կողմից ունի նախապայման, այսինքն այն Ադրբեջանը կստորագրի միայն այն դեպքում, եթե Հայաստանն ընդունի նոր սահմանադրություն եւ հրաժարվի անկախության հռչակագրից։ Նոր սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է 2/3, որպեսզի դա նախ դրվի հանրաքվեի։ Իսկ այդ հնարավորությունը նա չունի։ Հետևաբար, եթե չեղավ նոր սահմանադրության ընդունում, ուրեմն չի ստորագրվելու նաեւ խաղաղության պայմանագիրը, իսկ եթե չի ստորագրվելու խաղաղության պայմանագիրը, ապա պատրանքը եւ կեղծ խոստում է դառնում այն խաղաղությունը, որով նա եկել է իշխանության։ Հիշեցնեմ, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն էր ունենալ պարլամենտում 2/3, այսինքն նա վստահ էր, որ իր ապօրինությունների հետևանքով նա հաղթելու է այս ընտրություններում, այսինքն ունենալու է մեծամասնություն, բայց նա իրեն դա բավարար չէր համարում։ Նա սպառնում էր ժողովրդին, ասում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չունենա խորհրդարանում 2/3 մեծամասնություն, ապա սեպտեմբերին կլինի մեծ պատերազմ։ Հիմա նա չունի այդ 2/3-ը խորհրդարանում եւ մեր ժողովրդի եւ պետության գլխին կանգնած է պատերազմի վտանգը։ Փաստորեն մեր ժողովուրդը մերժեց Նիկոլ Փաշինյանի, նաեւ մերժեց նրա եկեղեցու դեմ պայքարի ծրագիրը, որը ներառված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, բայց որի մասին ոչ մի խոսք, ոչ մի բառ նա չի արտահայտել նախընտրական քարոզարշավի շրջանում։ Նույնը վերաբերում էր Ալիևի պահանջով սահմանադրության ընդունմանը։ Այդ գաղափարը ներառված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում, բայց քարոզարշավի ընթացքում դա երբեք չի դարձել քննարկման առարկա։ Այս ընտրություններում մենք ունենք նաև ընդդիմության արձանագրած որոշ սխալներ։ Դա ընդդիմադիր միասնական ճակատի բացակայությունն էր։ Որքան էլ մենք ունեցանք բազմաթիվ հորդորներ, առաջարկներ, ցանկություններ, այնուամենայնիվ ընդդիմություն այս ընտրություններին չմասնակցեց միասնական ճակատով, ինչի հետևանքը դարձավ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող մեր քաղաքացիների ձայների փոշիացումը։
Տեսեք մենք ինչ մեծ անարդարություն եւ անազնվություն ենք համարում ԲՀԿ-ի հետ կատարվածը, նրա հետ տեղի ունեցածը, բայց այդ ամենը առհասարակ տեղի չէր ունենա։ Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ճիշտ գնահատեր իր հնարավորություններն ու կարողությունները եւ անցողիկ շեմի նման մոտ գտնվելու սահմաններում, նրանք ոչ թե առանձին մասնակցեին ընտրություններին, այլ ենթադրենք իրենց աջակցությունը հայտնեին ուժեղ Հայաստան դաշինքին, իրենց համամասնական ցուցակի առանցքային մի շարք գործիչների ներառելով նաև ուժեղ Հայաստան դաշինքի կազմում։ Նրանց բնականաբար այդ 4% քվեները այսօր կլներ իօքուտ ընդդիմության տրված քվեներ եւ դա կբերեր լրացուցիչ 5 մանդատ ավելի մեղմացնելով տարբերությունը իշխանական թևի հետ հարաբերակցությամբ։ Նույնը վերաբերում է նաև միասնության թևեր Արման Թաթյանի գլխավորած կուսակցությանը։ Այդ 2% քվեները, եթե միանային ընդդիմությանը որպես նախագնական հայտարարությամբ, այլ չգնային Փոշինյանային, ապա այդ 2%-ը լրացուցիչ եւս 2 մանդատ կբերեր ընդդիմությանը, այլ ոչ թե կդառնար 1 լրացուցիչ մանդատ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Այնպես որ կան նաև այդ սխալները, որոնց պետք է տալ նաև անհրաժեշտ քաղաքական գնահատական։ Հիմա այս ամենը անցյալում է։ Ինչ է հնարավոր ապագայում։ Ապագայում հետագա պայքարի ռազմավարության հստակեցումն է։ Ինչի հարցում չափազանց կարևոր է ընդդիմադիր քաղաքական ուժերը վերցնեն իրենց մանդատները, թե հրաժարվեն դրանից եւ շարունակեն պայքարը միայն խորհրդարանից դուրս։ Հիմա մենք փորձենք հասկանալ, թե ինչ առանձնահատկություններ ունի երկու մոտեցումներ իրար հետ միասին։ Առաջինը քննարկենք մանդատներ չվերցնելու իրավական եւ քաղաքական հետևանքները։ Այսինքն ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավորապես ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը հրաժարվեն մանդատներ վերցնելուց։ Այսինքն բոլոր տեխնացուները հայտնեն ինքնաբացարկ եւ հրաժարվեին մանդատներից։ Այստեղ կարող է առաջանալ իրավական եւ քաղաքական ճգնաժամ, բայց մասնագետներն ասում են, որ դա հնարավոր է միայն տեսական հարթությունում։ Որն է այդ ճգնաժամը։ Ճգնաժամը կարող է լինել դրանում, որ մեր սահմանադրությամբ գրված է, որ Հայաստանի ազգային ժողովը կազմված է 101 падգամավորից։ Հիմա եթե ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվեն մանդատներից, կստացվի, որ խորհրդարանը կազմված է 64 падգամավորներից, այսինքն միայն ՔՊ-ից։ Քանի որ 64-ը ավելի փոքր թիվ է, քան 101-ը, ապա կարելի է ասել, որ քանի որ դա 101-ից ցածր է, ապա դա խորհրդարան չի, որտեղ խորհրդարանը պետք է ունենա առնվազն 101 падգամավոր, ընդ որում սահմանադրության մեջ գրած չի։ Դա պետք է լինի միայն ընտրության պահին, թե պետք է լինի բոլոր ժամանակներում։ Հետևաբար մեր ընկալումներով դա կարող է դիտարկվել իբրև քաղաքական ճգնաժամ։ Դրանից բացի, մեր ընտրական օրենսգիրքն ասում է, որ ազգային ժողովի առնվազն 1/3-ը պետք է կազմված լինի ընդդիմադիր խմբակցություններ ներկայացնող падգամավորներից։ Հիմա եթե ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, ազգային ժողովը կազմվում է միայն իշխանական խմբակցությունից, այսինքն խախտվում է նաև ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը։ Եվ շատ-շատերի կարծիքով դա նվազեցնում է իշխանության լեգիտիմությունը եւ օրինականությունը։ Եվ կարելի ասել, որ դրանով նրանք դառնում են ոչ լեգիտիմ։ Այստեղ իրավաբանները, սահմանադրագետները տալիս են այլ մեկնաբանություն։ Մեկնաբանությունն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո կայացրել է բոլոր 105 մանդատների բաշխման մասին որոշում։ 105-ը բնականաբար մեծ է 101-ից, այսինքն իրենք օրինական 101-ից ավել մանդատների բաշխումն արել են։ Եվ եթե առանձին վերցրած տեխնացուները հրաժարվել են իրենց մանդատներից եւ դա արել են համատարած, ապա դա չի նվազեցնում լեգիտիմության աստիճանը։ Այսինքն, եթե մեր ընտրական օրենսգիրքը եւ սահմանադրությունը հստակ սահմանեին, որ падգամավորների թվաքանակի պակասեցումը մեխանիկական այս գործընթացի արդյունքում ԿՀ-ի որոշումից հետո պետք է հանգեցնի նոր արտահերթ ընտրությունների իրականացման, ապա այս դեպքում կարծում եմ ընդդիմության շարքերում առհասարակ քննարկումներ չէին լինի, մենք հրաժարվեինք մանդատներից եւ կգնայինք արտահերթ ընտրության։ Բայց քանի որ դա տեղի չի ունենալու, արդյունքում կստացվի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կհեռանան խորհրդարանից եւ այնտեղ կմնա միայն իշխանությունը։
Քաղաքական ժողովրդավարության տեսանկյունից իհարկե դա խնդրեմ է, բայց ով պետք է գնահատի այդ խնդրեմը եւ նվազագույն համարի այս իշխանության լեգիտիմությունը։ Եվրոպական երկրներն ու կառույցները։ Բնականաբար նրանք Նիկոլ Փաշինյանի պարագայում դա ոչ միայն չեն անի, այլ չեն արել։ Նրանք արդեն իսկ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին, իմանալով այս իրողությունները, եւ միաժամանակ կոչ են արել քաղաքական դաշտի մյուս ուժերին համակերպվել այս ընտրությունների, այս իրողությունների հետ։ Հետևաբար, լեգիտիմության պակաս այդ որոշումից չի առաջանալու։ Իդեպ ասեմ, որ մանդատներից հրաժարվելու որոշում կարելի է կայացնել ցանկացած փուլում, այսինքն ոչ միայն հիմա, այլ նաև ենթադրենք մի քանի ամիս հետո, մի տարի հետո, 2 տարի հետո, մանդատ հետ վերցնելու ինստիտուտ գոյություն չունի։ Նրանից միշտ կարելի է հրաժարվել ցանկացած պահի։ Քննարկում էր նաև, որ եթե հիմիկվա անցած խորհրդան անցած ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, ապա այդ մանդատները կարող են բաժին հասնել այլ քաղաքական ուժերի։ Ասեմ դες, որ մեր ընտրական օրենսգիրքը այդ մեխանիզմը այս պահի դրությամբ չի նախատեսում։ Այսինքն, եթե ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը հրաժարվեն մանդատներից, դա չի փոխանցվելու ԲՀԿ-ին, Արման Թաթոյանի գլխավորած կուսակցությանը կամ մյուսներին, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու է մանդատների բաշխում իրականացնել միայն ՇՄ հաղթահարած քաղաքական ուժերի հետ։ Այլ բան է, որ այս իշխանությունները կարող են հետին թվով փոփոխություններ կատարել ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում եւ հնարավորություն տալ կենտրոնական ընտրական հանձնաժողովին խորհրդարան բերել իրենց հաճո քաղաքական ուժերի։ Դա հնարավոր է տեսականորեն, բայց այս պահին գործող ընտրակարգավորումներով դա հնարավոր չի։ Այսինքն, եթե ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքները հրաժարվեին մանդատներից, ապա խորհրդարանը կազմված է լինելու միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից իր падգամավորներով։ Իրականում ԿՊ-ի մանդատներն են անօրինակ, այսինքն հրաժարվել մանդատներից նշանակում է հրաժարվել քո ունեցած դիրքից, այսինքն մարդ ընտրվել ազգային ժողովի падգամավոր, ինքը հրաժարական է տալիս։ Բայց նայեք, ԿՊ-ի օգտին տված քվեները, դրանք անօրինականության, վարչական ռեսուրսի, ընտրակաշառքների, ճնշումների հետևանք են։ Իսկ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի օգտին տված քվեները, դրանք ոչ միայն մաքուր, ազնիվ, քաղաքացիական կեցվածքի դրսևորման արդյունք են, այլ նաև բազմաթիվ զրկանքների, բազմաթիվ զոհողությունների, բազմաթիվ դժվարությունների եւ պայքարի արդյունք են։ Այն մարդիկ, ովքեր քվեարկել են ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին, նրանք մեծ զրկանքների են ենթարկվել, տառապանքի մեծ ճանապարհ են անցել, պայքարի մեծ ճանապարհ են անցել, եւ հիմա հրաժարվել նրանց քվեներից նշանակում է ջուրը գցել, մի կողմ թողնել այդ երկար տարիների պայքարը։ Ինչով են հիմնավորում այն մարդիկ, ովքեր կոչ էին անում հրաժարվել մանդատներից։ Ասում են հրաժարվեք մանդատներից եւ անցեք փողոցային պայքարի։ Շատ լավ։ Հիմա պետք է հիշել, թե արդյոք այս գաղափարը նորամուծություն է, թե այլևս փորձված գաղափար։ Առաջին անգամ պետք է լինի փողոցային պայքար, թե արդեն դա տեղի է ունեցել։ 2020-21 թվական փողոցային պայքար հայրենիքի փրկության շարժման միջոցով։ 2021-22 թվականներ փողոցային պայքար դիմադրության շարժման միջոցով։ 2022 թվական փողոցային պայքար անկախության շարժման միջոցով։ 2023 թվական փողոցային պայքար սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակ ազգային կոմիտեի ձևավորման միջոցով։ 2024 թվական աննախադեպ փողոցային պայքար սրբազան շարժման, սրբազան պայքարի միջոցով։ Այս փողոցային պայքարներից ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը իր արժև դրված նպատակին չի հասել եւ իր խնդիրը չի լուծել։ Հիմա, եթե մենք ունենք փաստ, իրողություն, որ պայքարի այս ձևը արդյունավետություն չունի, չի տալի արդյունք, այլ միայն պատճառ է հանդիսանում իր թիմակիցների համատարած ձերբակալությունների, խոշտանգումների, կալանավորումների, հետապնդումների, բայց չի լուծում հիմնական խնդիրը, ապա հարց առաջանում, թե այս գաղափարի կողմնակիցներ, այսինքն միայն փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը,
ինչքանով են նրանք հիմնավորում։ Եթե դա արդեն կյանքի տարբեր էտապներում, տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր մարդկանց քաղաքական ուժերի առաջնորդությամբ արդյունավետություն չի ունեցել։ Մենք ունենք նաև մեր աչքի առջև ոչ վաղ անցյալում հարևան երկրում Վրաստանում տեղի ունեցածը։ 1 տարի առաջ Վրաստանում տեղի են ունեցել ընտրություններ եւ իշխող վրացական երազանք կուսակցությունը մեծամասնություն էր հավաքել։ Վրաստանում ըստ էության տեղի ունեցավ այն, ինչը հիմա մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ կամ նաև մեծ ընտրողներ առաջարկում են անել հիմա Հայաստանում։ Այն է հրաժարվել մանդատներից եւ դուրս գալ փողոցային պայքարի։ Վրաստանում հենց այդպես էլ արել են։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր անցել էին խորհրդարան, բոլորն առանց բացառության հրաժարվել էին մանդատներից եւ դուրս էին եկել փողոցային պայքարի։ Փողոց էր դուրս եկել սկզբնական շրջանում մոտ 400,000 մարդ։ Շուրջ 1 տարի ամեն շաբաթօր Թբիլիսիի կենտրոնում հավաքվում էր մոտավորապես 40,000 մարդ, այսինքն հնարավոր էր դարձել նաև այդ փողոցային պայքարը պահել ակտիվ ռեժիմում։ Փողոցային պայքարը Վրաստանում առաջնորդում էր երկրի գործող նախագահը։ Այդ պայքարին իրենց աջակցություն էին ցուցաբերում եվրոպական երկրները, մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ անձամբ էին գալիս Թբիլիսի եւ առաջնորդում փողոցային պայքարն ու քայլերթերը։ Այդ գործողությունները որևէ արդյունք չեն տվել եւ դրա հետևանքով Վրաստանում այսօր իշխող կուսակցությունը միայնակ է ներկայացված խորհրդարանում, ձևավորել է կառավարություն եւ լուծում է բոլոր այն խնդիրները, որոնք նա դրել է իր առջեւ։ Այսինքն միայն այս պայքարի ձևի կողմնակիցները դեռևս առիթ ունեն հիմնավորելու իրենց մոտեցումները, որովհետեւ կյանքը ցույց է տալիս այլ իրողություն։ Ես նաև ասեմ, որ ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունները ձեռնպահ չեն մնացել փողոցային պայքարի փորձեր կատարելուց նաև հետընտրական շրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հունիսի 14-ին, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակեր իր վերջնական որոշումը, այդ 3 քաղաքական ուժերի եւ մի շարք այլ քաղաքական գործիչների կողմից հայտարարություն էր եղել եւ կոչ էր եղել մեր քաղաքացիներին հավաքվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։ Ես ինքս այնտեղ եղել եմ, հանդես եմ եկել ելույթով, բայց չեմ կարծում, որ այնտեղ հավաքվել են այնքան մեծ թվով մարդիկ, որոնց պայքարը կարելի էր որակել որպես փողոցային պայքարի դրսևորում։ Նույնը տեղի ունեցել նաև 2026 թվականի հունիսի 26-ին, երբ որ Սահմանադրական դատարանում մեկնարկեց ընտրական գործընթացի բողոքարկման բանավոր ընթացակարգով դատաքննությունը։ Սահմանադրական դատարանի բակում հավաքվել էին ոչ մեծ թվով քաղաքացիներ, բայց հավաքվել էին հիմնական քաղաքական ուժերը, նրանց ներկայացուցիչները, ակտիվ գործիչները, որոնք կոչ էին արել մարդկանց հավաքվել Սահմանադրական դատարանի մոտ։ Սա ցույց է տալիս, որ մեր հասարակական տրամադրություններն էլ առայժմ այս պահին պայմանավորված ընդհանուր անկումային իրավիճակով դեռևս չեն հուշում, որ փողոցային պայքարը այս փուլում կարող է ունենալ արդյունավետություն։ Իդեպ ասեմ, որ փողոցային պայքարը այս պահին դա չունենալով ֆունկցիոնալ արդյունավետություն Նիկոլ Փաշինյանի երազանքն է։ Ընտրություններից հետո կառավարության նիստում նա ինքն էր կոչ անում Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի դուրս գան փողոց եւ իրականացնեն հեղափոխությունը։ Այսինքն ինքը ըստ էության ապօրինության, զանգվածային անկարգությունների եւ ապօրինի իշխանազավթման կոչ էր անում ինքը։ Դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, այլ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին էին ձերբակալել Facebook-յան մի հատ ընդհանուր տիպի գրառման համար։ Բայց սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է ցանկանում, որպեսզի մարդկանց մի խումբ դուրս գա փողոց, որովհետև ինքը գիտի, որ այդ դեպքում իրավիճակի վերահսկողությունը անցնում է իր ձեռքում։ Դա իր երազանքն է, իր ցանկությունն է, որպեսզի անհամարժեք ուժ կիրառի այդ մարդկանց նկատմամբ, երկրում հայտարարի արտակարգ դրություն եւ դրանով իսկ ստանձնի վերահսկողությունը երկրի ներքաղաքական ցանկացած գործընթացի նկատմամբ։ Դա ցույց տվեց, որ իր ցանկությունն է, որ այս պահին իրականություն չի դարձել։ Որն է մանդատներ վերցնելու տարածված թեզերից մեկը։ Վերցնել մանդատներ նշանակում է լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները։ Իրականում դա այդպես չէ,
որովհետև ինչպես ուժեղ Հայաստան, այնպես էլ Հայաստան դաշինքը հայտարարել են, որ այս ընտրությունները եղել են զանգվածային ընտրախախտումներով եւ այդ քաղաքական ուժերը չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները եւ համարում են, որ քաղաքացիական պայմանագիր խմբավորման անդամները խորհրդարանում գալու են միայն ապօրինությունների հետևանքով, հետևաբար նրանց իշխանությունը լեգիտիմ չէ։ Վերցնել մանդատներ չի նշանակում լեգիտիմացնել նրանց կարգավիճակը։ Վերցնել մանդատներ նշանակում է, որ ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի քաղաքական գործիչներին տալ նոր կարգավիճակ, պատգամավորի կարգավիճակ հետագա պայքարը շարունակելու համար։ Ես ուզում եմ ձեզ մեջ բերել Հայաստանի սահմանադրության 94 հոդվածը, որը վերաբերում է պատգամավորի ներկայացուցչական մանդատին։ Այնտեղ սահմանվում է. յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով։ Նորից եմ կրկնում, յուրաքանչյուր պատգամավոր առանձին վերցրած, անկախ դրանից թե նա որ խմբակցության պատգամավոր է, ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ առաջնորդվում է սեփական խղճով եւ համոզմունքներով։ Այսինքն Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորները առանձին վերցրած մեր ողջ ժողովրդին են ներկայացնում։ Այսինքն ժողովրդի իրական օրինական ներկայացուցիչները նրանք են լինելու եւ բացարձակապես նրանցից որևէ մեկի համար կապ չունի եւ կարեւոր չի, թե այնտեղ ուրիշ ինչ կենսաբանական միավորներ գոյություն ունեն եւ ինչ ապօրինությունների հետևանքով են նրանք այնտեղ հայտնվել։ Նրանք կարող են օրինական կարգավիճակ ունենալ միայն այն դեպքում, երբ որ համազգային խնդիրների լուծման ժամանակ մասնակցեն կատարեն իրական ժողովրդի կամքը։ Իսկ ժողովրդի մեծամասնությունը դեմ է եղել Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար այս գործընթացը առաջ տանելու համար ոչ թե պետքա խուսափել այդ շենք մտնելուց, այլ գտնվել այդ շենքում եւ առաջ մղել այդ գործընթացը։ Մյուս տարածված մեկնաբանությունը դա Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելն է։ Ազգային ժողովում, սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, ոչ ոք, ոչ մեկի մոտ չի աշխատում։ Հանրային ծառայության մասին օրենքով ազգային ժողովի падգամավորի պաշտոնը դա քաղաքական պաշտոն է։ Այն ինքնավար պաշտոն է, այսինքն յուրաքանչյուր падգամավոր ինքնուրույն է իրականացնում իր գործունեությունը եւ նույն վայրում գտնվելով չի նշանակում օրինականացնել կամ լինել նրա աշխատողը։ Այդ նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, որ եթե մենք այս ապօրինություններից հետո շարունակում ենք ապրել Հայաստանում, շարունակում ենք վճարել հարկեր, շարունակում ենք ենթարկվել մեր երկրի օրենքներին, ապա դրանով իսկ լեգիտիմացնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Իհարկե դա այդպես չի։ Մենք ապրում ենք մեր երկրում, որովհետև սա մեր երկիրն ու հայրենիքն է, բայց չենք ընդունում այս իշխանություններին, չենք ընդունում նրանց ապօրինությունները եւ պետք է պայքարենք նրանց իշխանությունից հեռացնելու համար։ Այնպես որ տարածում ստացած այս շաբլոն ձևակերպումները դրանք քաղաքական եւ իրավական բովանդակություն չունեն։ ՔՊ-ականները, եթե նկատել եք, իրենք էլ չէին ցանկանում, որպեսզի ընդդիմությունը վերցնի մանդատներ եւ գա խորհրդարան։ Նրանց բազմաթիվ հայտարարությունները թե Ալեն Սիմոնյանի, թե Օքյուլ Դեվթերի, թե մյուսների այն մասին էին, որպեսզի ընդդիմությունը չգա խորհրդարան, որովհետեւ իրանք հասկանում են խորհրդարան գալու հնարավոր հետևանքներն ու զարգացումները։ Բայց նրանց այս պահին այդ տեսանկյունից հիասթափություն է սպասում։ Նրանք նաև սպառնում են։ Եթե նկատել եք, ՔՊ-ականները նրանք իրենց անհատի տեսանկյունից չեն խոսում։ Միշտ խոսում են հոգնակիով։ Մենք նրանց սպասում ենք, տեսեք, մենք նրանց գլխին ինչ օին ենք հանելու, մենք նրանց հետ այդպես, այսինքն մենք, այսինքն խմբային, ոհմակային է նրանց մտածողությունը, տրամաբանությունը, այլ ոչ թե այնպես, ինչպես գրված է սահմանադրությամբ, իբրև առանձին վերցրած падգամավորների։ Նու սա ենթագիտակցական բնազդից բացի, նաև իրավագիտակցության ցածր մակարդակի հետևանք է, որը կարծում եմ բացատրական եւ մանկավարժական աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել արդյունքի։ Եվ վերջինը, չվերցնել մանդատներ նշանակում է, որ 5 տարի կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Այսինքն որևէ ձևով հնարավորություն չտալ նրան իշխանությունից հեռացնելու իրավական որևէ գործընթաց իրականացնել։ Ես վստահ եմ, որ մանդատներ չվերցնելու գաղափարի
աջակիցների մեծամասնությունը ունեն ազնիվ պատկերացումներ, նկրտումներ, չնայած որ հիմնավորումները դեռևս թույլ են, բայց իրենց ձգտումները, իրենց պատկերացումները ազնիվ են, բայց նրանք պետք է իմանան, որ այս որոշումը մեզ ոչ թե մոտեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելուն, այլ հակառակը ամրապնդում է նրա իշխանությունը եւ 5 տարի երաշխիք է ստեղծում նրան իշխանության մեջ մնալու համար։ Սա իհարկե չի նշանակում, որ մանդատներ վերցնելը երաշխիք է, որ նա անպայման հեռացվելու է իշխանությունից, անպայման դա արդյունք է տալու։ Հնարավոր է նաև չլինի, բայց չվերցնել մանդատները երաշխիք է, որ նա պետք է մնա։ Սա կախված է արդյունքն հետագա պայքարից։ Հիմա գանք մանդատներ վերցնելու քաղաքական որոշման ու հնարավորություններին։ Նախ ասեմ ձեզ, որ ոնց որ նոր ասեցի, մեծ ակնկալիքներ պետք չի ունենալ։ Պարզավոր նրանք ունեն մեծամասնություն։ Այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ԿՊ-ին ձևավորել կառավարություն։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը վերստին կմնա վարչապետ, նախարարները կմնան նախարար։ Իրենք օրենքները կընդունեն միայն իրենց խմբակցության քվեները բավարարելու օրենքները ընդունելու, այդ թվում սահմանադրական օրենքներ ընդունելու համար։ Նշանակումներ կանեն մի շարք բարձր պաշտոններում։ Այսինքն մենք չենք կարող ասել, որ մենք գնացինք այնտեղ խափանելու ենք նրանց ազգակործան գործունեությունը եւ ոչ, այդ հնարավորությունները ցավոք սրտի այս հարաբերակցության, այս իշխանազավթման հետևանքով չկան։ Բայց ինչ հնարավորություններ կան։ Առաջինը դա նախ ասեմ դες, որ նրանք նաև այդ ձևով մերժելու են ընդդիմության բոլոր օրինագծերը, հնարավորություն չեն տալու ընդդիմության պահանջով կազմակերպելու ազգային ժողովի արտահերթ նիստեր եւ այլն։ Այսինքն սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի համար սպասվում է շատ դժվարին քաղաքական պայքար, որովհետեւ կա կարևոր նպատակադրումներ եւ շատ սահմանափակ իրավական ռեսուրսներ գործընթացների վրա ազդելու համար։ Իսկ ինչ է հնարավոր անել։ Գլխավոր հնարավորությունը դա ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի արդյունավետ իրականացումն է։ Ազգային ժողովը, որը կազմված է падգամավորներից, այդ թվում ընդդիմադիր падգամավորներից, վերահսկում է սահմանադրության կառավարության գործունեությունը։ Այդ վերահսկողությունը հնարավորություն է տալու փաստերով առարկայորեն վերհանել այն խնդիրները, այն խարդախությունը, այն խաբեությունը, որը իրականացնում է այս իշխանությունը եւ հետագա պայքարի իմաստով կարծում ենք, որ սա չափազանց կարեւոր է։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գլխավոր խնդրի իրականացման իմաստով։ Առաջին հնարավորությունը դա ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ է առաջանում։ Ըստ սահմանադրության, եթե ազգային ժողովը չի հաստատում կառավարության գործունեության ծրագիրը, ապա վարչապետը հրաժարական է տալիս։ Այսինքն, կառավարության ազգային ժողովի նիստից 20 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը։ Եվ եթե համընդհանուր այդ փողոցային պայքարի ջատագովները դուրս գան փողոց եւ օգնեն խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերին չհաստատելու այդ ծրագիրը, այսինքն օգնեն մեզ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր խմբավորումից գտնվեն падգամավորներ, որոնք հենց այս պահին, այս փուլում մի քանի հոգի դեմ քվեարկեն կառավարության ծրագրին, ապա դա նշանակում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Տեսականորեն այս հնարավորությունը գոյություն ունի։ Մյուս հնարավորությունը դա վարչապետի հնարավոր հրաժարականի դեպքում վարչապետի տեխնացուի առաջադրում։ Տեսեք, ասում ենք փողոցային, բորս գալ փողոցային պայքարի։ Ես եթե այդ պայքարը ենթադրենք տվեց ցանկալի արդյունք, եւ դրա արդյունքում Նիկոլ Փաշինյան հրաժարական տվեց։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում վարչապետի տեխնացու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները։ Հիմա եթե խորհրդարանում չձևավորվի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցություններ, այդ ձևավորվի միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին հրաժարականից կամ բնության մեջ ամեն ինչ պատահում է, նաեւ ենթադրենք դրա մահվան դեպքում վարչապետի պաշտոնը ցանկացած հիվանդության դեպքում, ցանկացած այլ պայմաններում թափուր մնալու դեպքում նոր վարչապետի տեխնացու կարող է առաջադրել խմբակցությունները։ Եթե հիմա
չվերցվեն մանդատները, ազգային ժողովում կլինի ընդամենը մեկ խմբակցություն, քաղաքացիական պայմանագիր, հետևաբար միայն իրենք իրավունք ունենան առաջադրել վարչապետի նոր թեկնածու։ Ինչքանով է սա ճիշտ հետագա քաղաքական պայքարի տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ եւ պետք է ունենալ ընդդեմ ներկայություն նման իրավիճակներում որոշումներ կայացնելու համար։ Եվ 4-րդ հնարավորությունը դա կառավարության ձևավորումից 1 տարի հետո ազգային ժողովի падգամավորների 1/3-ը, իսկ երկու խմբակցությունների падգամավորների քանակը գերազանցում է 1/3-ը, հնարավորություն ունեն նախաձեռնելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ եթե դա չհաջողի, ապա իրավունք ունեն այդ գործընթացը նախաձեռնել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պարբերականությամբ։ Ահա այս գործընթացն է, որ կարող է նաև մարդկանց դուրս բերել փողոց եւ կամ փողոցում մարդկանց անհրաժեշտ ներկայության, ուժի, քաղաքական պայքարի վճռականության արդյունքում խորհրդանում գտնվող ընդդիմադիր падգամավորների 1/3-ը նախաձեռնեն այդ անվստահության գործընթացը եւ քաղաքական պայքարի արդյունքում հասնեն հաջողության։ Իսկ դա նպատակ է այնտեղ գնալու եւ հետագա պայքարի համար։ Որոնք են մանդատներ վերցնելու ռիսկերը, դա միակ ռիսկը դա ճամբարափոխությունն է, այսինքն եթե իշխող խմբակցության իշխանություններին հաջողվի ընդդիմադիր խմբակցության падգամավորներից падգամավորներ տանել դեպի իրենց օգտին նախաձեռնություններին քվեարկելու համար։ Ցավոք մենք ունենք նաև դրա նախադեպը, ինչը որ այդ ռիսկը դարձնում է տեսանելի, դա վերաբերվում է դավաճանություն կատարած Իշխան Զաքարյանին եւ Գեգամ Նազարյանին, որոնք ընտրվել էին падգամավոր պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքների ցուցակներից, բայց ճամբարափոխության հետևանքով դարձել էին ԿՊԵ-ականներ։ Բայց ասեմ դες որ կա նաև հակառակի դեպքը, երբ որ բազմաթիվ падգամավորներ դեռ 20 թվականից սկսած լքել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության շարքերը։ Այս գումարման ազգային ժողովում օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը լքել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Իդեպ նման դեպքերում, եթե չլինի պարլամենտում ընդդիմադիր խմբակցություններ, ապա պարզ չի, թե ինչ պետք է անեն այդ падգամավորները ԿՊ խմբակցությունից դուրս գալու պարագայում։ Ամփոփելով սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ թե ուժեղ Հայաստանի, թե Հայաստան դաշինքի կողմից կայացվել է ճիշտ որոշում խորհրդանում այս ընտրությունների արդյունքներից հետո ներկայացված լինելու իմաստով։ Իդեպ ասեմ, որ այդ որոշումները կայացվել են շատ հանգիստ պայմաններում, սառը գլխով եւ փաստերի համադրմամբ եւ վերլուծությամբ։ Որոշումները կայացվել են քաղաքական պատասխանատվության գիտակցումով, այլ ոչ թե հուզական դրսևորումներով։ Որոշումները կայացնելուց առաջ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, թե լայն հասարակության ներկայացուցիչների, թե մասնագիտական հանրության, այսինքն իրավաբանական հանրության, սահմանադրագետների հետ, ինչպես նաև քաղաքագետների հետ։ Այս պահին իշխող տեսակետը դա մանդատները վերցնելու գաղափարը պաշտպանող տեսակետն է։ Նրանք, ովքեր առաջարկում էին հրաժարվել մանդատներից, ըստ էության ես չեմ լսել, որպեսզի նրանք առաջարկեն հիմնավոր լուծումներ հետագա պայքարի համար։ Այո, բոլորն առանց բացառության ասում են դուրս գալ փողոցային պայքարի, բայց ոչ ոք չի ասում, չի երաշխավորում եւ չի կարող ստանձնել քաղաքական պատասխանատվություն այդ պայքարը առանց քաղաքական աջակցության, առանց խորհրդանում ներկայացվածության, դրա արդյունավետության եւ ֆունկցիոնալ նշանակության մասին։ Ըստ էության դա օգուտ է իշխանություններին, այսինքն խորհրդարան չգնալը օգուտ է իշխանություններին։ Խորհրդարան գնալը ինչ որ իմաստով, թե վարկանիշի իմաստով, հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, վնասում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին։ Անցնելու պարագայում նրանց սպասում է դաժան, դժվարին պայմաններում աշխատանք, որի արդյունքները անգամ այդ դժվարությունների պայմաններում երաշխավորված չեն։ Բայց դա միակ ճանապարհն է դեպի պայքարի, դեպի հաջողության գնալու համար։ Շատերն են հիմա դարձել այս թեմայով խոսացողներ։ Անկամ մարդիկ, որոնց ես ոչ մի անգամ չեմ տեսել քաղաքական պայքարի տարբեր փուլերում։ Հիմա ինչ-որ հագնվում նստում էկրանների առաջ, տենց մեծամեծ ելույթներ են ունենում իրաց կարծիքով, ընդդիմությանը խորհուրդներ են տալիս։ Նրանցից ոչ մեկը քաղաքական պատասխանատվություն չունի եւ այս ժամանակահատվածը
փորձում է օգտագործել ինքնաարտահայտման եւ ինքնադրսևորման համար։ Մեզանից շատերը անցել են այս պայքարի բոլոր փուլերով, կրել են բոլոր զրկանքները, կրել են բոլոր դժվարությունները, եւ մենք շարունակում ենք այս պայքարը։ Հրաժարվել մանդատներից ես կարծում եմ դա կլիներ դասալքություն։ Ես կարծում եմ դա կլիներ արհամարանք մեր 100,000-ավոր քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրենց զրկանքների ենթարկելով դուրս են եկել պայքարի եւ քվեարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին։ Այդ մարդկանց իրական հիասթափություն սպասում էր հենց այն ժամանակ, եթե քաղաքական ուժերը չլինեին խորհրդանում։ Մի պահ պատկերացրեք, եթե չկայացվեր այդ որոշումը։ Մի պահ պատկերացրեք հասարակական կյանքը առանց խորհրդանում մեր ներկայության եւ առանց քաղաքական այդ պայքարի։ Դա կտաներ լիարժեք ձախողման եւ կործանման։ Ես չեմ ասում, որ այս որոշումը երաշխիք է հաջողության։ Ես ասում եմ, որ այս որոշումը պայքարի շարունակություն է։ Իսկ այդ պայքարը պետք է շարունակել, թեկուզ դժվարություններով, թեկուզ զրկանքներով, թեկուզ կորուստներով, բայց այս պայքարը այլընտրանք չունի, եւ մենք պետք է ամեն ինչ անենք այս պայքարում հաջողության հասնելու համար։ Իսկ մեր քաղաքացիները, մեր ընտրողները պետք է իմանան ու վստահեն այդ քաղաքական ուժին, ում օգտին տվել են իրենց քվեն, որ այս քաղաքական ուժի, մասնավորապես ուժեղ Հայաստանի կողմից կայացվում են միայն ու միայն մեր պետության եւ մեր ժողովրդի շահերից բխող որոշումներ։ Թե ինչքանով դրանք հնարավորություն կլինի դարձնել իրականություն, դա այլ հարց է, բայց այդ որոշումները բխում են միայն մեր պետության եւ ժողովրդի շահերից։ Հետեւաբար պետք է աջակցել, պետք է զորակցել, պետք է լինել այս պայքարի մասնակից, կարծիք հայտնելը դա չափազանց կարեւոր է, մեզ համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը, բայց կարծիքը մեկ այլ բան է, իսկ կայացված որոշումը մեկ ուրիշ բան։ Որոշումներ կայացնելու հարցում կարծիք արտահայտելուց մարդը կարող է նաեւ լինել հուզական։ Կարծիք արտահայտելուց մարդը կարող է լինել պահի ազդեցության տակ, կարող է երկար չմտածել դրա հետևանքների մասին, իսկ որոշումներ կայացնելուց այդպես վարվել չի կարելի։ Որոշումները միշտ պետք է լինեն խիզախ, համարձակ եւ պատասխանատու, երբեմն նաեւ ցավագին, բայց պատասխանատու, որովհետեւ միայն այդ դեպքում դրանք կարող են երաշխավորել դրական արդյունքներ։ Ես վստահ եմ, որ մեր պայքարը շարունակվելու դեպքում ունենալու է հաջողություն։ Մենք չպետք է ընկճվենք։ Այո, իշխանազավթումը, այս հանցանքը, այս ընտրությունների հետևանքները մարդկանց մոտ առաջացրել են հիասթափություն, մարդկանց մոտ պակասեցրել են ոգևորության աստիճանը, որը կապված էր այն հույսի հետ, որ կարող է լինել այդ փոփոխություն հունիսի 7-ին։ Դա հունիսի 7-ին տեղի չի ունեցել, բայց դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենալու։ Դա կատարվելու է մեր բոլորի միասնական պայքարի եւ ջանքերի արդյունքում։ Ես հավատում եմ այդ պայքարին, ես հավատում եմ դրա հաջողությանը եւ ես մեջն եմ այդ պայքարի եւ ամեն ինչ անելու եմ այդ պայքարի եւ դրա հաջողության համար։ Կարծում եմ, որ այդպես կշահեն նրանք, ովքեր կմտածեն նույն կերպ եւ կշարունակեն իրենց վճռական պայքարը այս չարիքի, այս ադրբեջանա-թուրքական ռեժիմի դեմ։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, տարածեք եւ հավանեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեզ հաջորդ երկուշաբթի։